Այսօր նոյեմբերի 5-ին կայացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված գիտաժողովը Ջավախ քարերնակցական միության, Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Գիտաժողովը Վահան Տերյանի ստեղծագործական կյանքի մասին էր։ Նախքան գիտաժողովի մեկնարկը մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին մեծ բանաստեղծի հիշատակին։ Ջավախ քարերնակցական միություն հասարակական կազմակերպության նախագահ ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում խոսեց գիտաժողովի կարևորության եւ նշանակության մասին։ Միջոցառումը ոչ միայն կարևոր, այլ աննախադեպ է, որովհետեւ Վահան Տերյանի նման մեծությունը մինչեւ այսօր լավ ուսումնասիրված չէ։ Վահան Տերյանը իր գործունեության բոլոր առումներով գրականագիտության, լեզվաբանության, պատմության, փիլիսոփայության այդ գիտությունների համար անսպառ աղբյուր է։ Մինչդեռ դժբախտաբար տերյանագիտությունը գիտական կոնֆերանսների, գիտաժողովների մակարդակով ուսումնասիրված չի։ Սա առաջին փորձն է եւ կարծում եմ հաջողված փորձ կլինի տերյանագիտությունը մի նոր մակարդակի բարձրացնելու համար։ Թորոսյանի խոսքով այսօրվա միջոցառման զեկուցումները ընդգրկում են Տերյանի գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հավաքված գիտնականները տարբեր թեմատիկ ուղղություններով անդրադառնում են Տերյանին որպես ազգային եւ հասարակական գործիչ, քաղաքական մտածող, թարգմանիչ եւ իհարկե որպես մեծ բանաստեղծ։ Խոսելով երիտասարդների վրա ունեցած ազդեցության մասին, Թորոսյանը նշեց, որ Վահան Տերյանի կերպարը առաջին հերթին հայ երիտասարդներին սովորեցնում է հայրենասիրություն, իսկ նրա պոեզիան կարևոր է բոլոր տեսանկյուններից, քանի որ ինքը Վահան Տերյանը նույնպես հայրենասեր եւ ազգային հասարակական քաղաքական գործիչ էր։ Փոքր հայրենիքը եւ մեծ հայրենիքը սիրելու հմտությունը այս ամենը երիտասարդության համար շատ կարևոր են եւ հատկապես եթե խոսք գնում է երիտասարդներին, ապա նրանք անպայման պետք է սիրեն Տերյանի պոեզիայի ներքո, պետք է մերժվածության ցավը ամոքեն Տերյանի պոեզիայի ներքո։ Բանասիրական գիտությունների թեկնածու Հերիքնազ Ոսկանյանն էլ ընդգծում է, որ նման գիտաժողովները կարևոր են գրողների եւ բանաստեղծների ստեղծագործությունները նորովի ուսումնասիրելու եւ գրական ժառանգության նոր շերտերը բացահայտելու համար։ Նա եւս նկատեց, որ մինչ այժմ Վահան Տերյանին նվիրված նման մեծածավալ գիտաժողով Հայաստանում չի կազմակերպվել։ Առաջին քայլը կլինի Տերյանի հատորների ակադեմիական հրատարակությունը, որի մասին մտածում է գրականության ինստիտուտը եւ կարծում ենք հենց կդիմենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը այդ հարցում աջակցելու մեզ։ Տերյանի կարևորությանը անդրադարձավ նաև գրականագետ Սամվել Մուրադյանը, ով նշեց, որ Տերյանին առաջինը նկատել են հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը եւ Ավետիք Իսահակյանը, եւ չնայած բազմաթիվ փորձությունների Տերյանը իր տեղն է գրավել հայ գրականության մեծերի ցանկում։ Թումանյանը եւ Իսահակյանը առաջինը կանխեցին այդ տեսակ երևույթները եւ ոգով էությամբ հայ բանաստեղծ Վահան Տերյանը հարկադրված էր իր ժամանակակիցներին եւ հաջորդներին, հատկապես այսօրվա սերունդներին, հիշեցնել, որ նյութական հայրենիքի կողքին կա նաեւ հոգեվոր հայրենիք։ Այդ հոգեվոր հայրենիքն է հավիտենական մնայունը, որտեղ Տերյանը բանաձև է ստեղծել մեզ համար, սերունդների համար։ Նյութական բոլոր կորուստները հնարավոր է փոխհատուցել, հոգեվոր կորուստներն են անհատուցելի։ Միջոցառման ներկա էին նաև Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի սաները, ովքեր ծաղիկներ խոնարհեցին եւ արտասանեցին սիրելի բանաստեղծի ստեղծագործություններից։ Ես կգամ եւ դու կլինես տրտում, երբ երասներդ քո հավետ կմեռնեն, ձեռքդ կբռնեմ, ցավդ կբռնեմ, կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում։ Սահուն քայլերով նշմար որպես քնքուշ մութի թև մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմի շոյելով։ Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև մի ուրու անցավ մի գունատ աղջիկ ջերմակ շորերով։ Արցակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց։ Կարծես թե սիրո քնքուշ խոսքն ասացնիր հող դաշտերին։ Ծաղիկների մեջ այդ անուշ կույսի շշուկը մնաց եւ ծաղիկներն այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին։ Տարիներ կսահեն կմեռներ երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեն